Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Տիկին Դանիել։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Կարապետյան, օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ցանկանում է Հայաստանում ռուսամետ ուժերը կամ գործիչները հնարավորություն ունենան ընտրություններին մասնակցելու։ Հասկանանք, արդյոք նրա հայտարարություններից հետո ելեք շարունակելու հերքել, որ դուք ռուսամետ ուժ եք։ Տիկին Դանիելյան, կարևորը, որ մենք մեր խոսակցությունը սկսեինք Հայաստանին առաջնահերթ հետաքրքրող, Հայաստանի բնակության կյանքը լավարկող հարցերից եւ նոր անցնեինք արտաքին քաղաքականությանը, բայց թեմայով, որը մենք նախատեսել ենք, կամ դրանք նաեւ առաջնահերթությունների հարց կա, մենք պետք է հասկանանք մեր երկրի առաջնահերթությունները, մենք պետք է հասկանանք, որ մեր երկրի գլխավոր հարցը մեր երկրի ներքին խնդիրները լուծելն է, մեր երկրի ուժը ամրապնդելն է, իսկ ուժը ամրապնդելու համար մեզ համար շատ կարևոր է չունենալ վատ հարաբերություններ տարածաշրջանային մեծ երկրների հետ։ Ինչպես դուք նշեցիք, Ռուսաստանի Դաշնության համար առաջնային է այս պահին, որ տարածաշրջանում չլինի հակառուսական ֆորպոստ։ Հակառուսական ֆորպոստը մեծ վտանգ կներկայացնի իր համար, վտանգ կլինի Իրանի համար, որը կբերի տարածաշրջանային երկրների միջև եւ մեր հարաբերությունների վատթարացմանը։ Մենք ասում ենք, որ Հայաստանին պետք չէ, հայկական ղեկավարությունը պետք է չլինի հակառուսական, պետք է չլինի հակաիրանական, այլ տարածաշրջանի երկրների հետ կազմի երկարաժամկետ խաղաղ եւ համագործակցային զարգացման մոդել, լավ հարաբերություններ ունենա։ Մենք պետք է մեր տարածաշրջանի հակադրությունների ֆոնին չնայենք, մենք պետք է լավ հարաբերությունների տնտեսական զարգացման ֆոնին նայենք։ Դա լիբերալ արտաքին քաղաքական մոդելի գլխավոր տարրերից է։ Իսկ հիմա իմ հարցին կպատասխանեք։ Այո։ Դուք շարունակում եք հերքել, որ դուք ռուսամետ ուժ եք։ Ես պատասխանում եմ, որ մենք հակառուս ուժ չենք հաստատ եւ մենք ի տարբերություն քաղաքացիական պայմանագիր կուսակցության չենք ռուսամետ ուժ եք, հակառուս ուժ չեք, ռուսամետ ուժ եք։ Շատ մեծ տարբերություն կա մեր երկու ասացի մեջ, մեզ համար շատ կարեւոր է երկու կարեւոր բան։ Առաջինը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պես ամեն օր Ռուսաստանի հասցեին սխալ արտահայտություններ թույլ տալով հարաբերություններ չփչացնենք այդ երկրի հետ, որտեղ մենք արտանում ենք տարեկան 3 միլիարդ դոլարի ապրանք։ Ի տարբերություն օրինակ Ֆրանսիայի հետ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 8 տարվա մեջ չի կարողացել ավելացնել մեր արտահանումը 500 անգամ տարբերություն կա մեր արտահանման մեջ 400 անգամ դեպի Ֆրանսիա եւ դեպի Ռուսաստան։ Ես գալիս եմ տնտեսությունից, որ դուք հասկանաք կարևորությունը մեր դա։ Ես ուզում եմ հստակ հասկանալ, դուք հերքում եք, որ ռուսամետ ուժ եք, թե չեք հերքում, որ ռուսամետ ուժ եք։ Մենք հաստատ այն մոդելի մեջ ենք, որ ում շահերն եք սպասարկում, Ռուսաստանի թե Հայաստանի։ Հայաստանի շահերը հիմնված են մի քանի խարսխի վրա, տնտեսական շահ, հայազգի շահ։ Եկեք նայենք տնտեսական շահը։ Հայաստանի արտաքին քաղաքականը հիմնական գործընկերը 60% առևտրի, որ մենք ունենք, նաև Հայաստանի միջոցով Ռուսաստանի արտահանման գնում է այդ երկրի հետ։ Մենք չենք կարող, դա հայկական շահի դեմ է վատացնել հարաբերությունները, պատասխանը սա է։ Երկրորդը հայազգի շահ, հայազգի մեր հայերի 2 միլիոն հայ բնակվում է Ռուսաստանում, 1 միլիոն հայ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք իրավունք չունենք լինել հակառուս, մենք իրավունք չունենք լինել հակաամերիկյան դիրքորոշում ունեցող երկիր, հակաամերիկյան դիրքորոշում ունենալը կազդի մեր հայրենակիցների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հակառուսական դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնությունում։ Սա մեր պատասխանն է ու սա ճիշտ պատասխանն է, տնտեսական զարգացում եւ ոչ թե հակադրություն։ Բայց ինչու է Պուտինը ձեզ ասում, որ դուք ռուսամետ ուժ եք։ Եթե դուք Ռուսաստանի շահերը չեք սպասարկում, Հայաստանի շահերը։ Ոնց որ չեմ տեսել իր խոսքի մեջ անունը այն ուժի, ում մասին նա ասել է։ Պարոն Կարապետյան, ով է այն քաղաքական գործիչը, ով ռուսական անձնագիր ունի, ով մեր երկրում կալանքի տակ է եւ ով ուզում է մասնակցել քաղաքական process-ին։ Եթե դա Սամվել Կարապետյանը չէ, ասացեք դուք ում եք հասկացել։ Այս հարցի ձևակերպումը ավելի ճիշտ հարցի ձևակերպում էր, քան նախորդը, պատասխանեմ։ Մենք հաստատում ենք, որ մենք հակառուս չենք։ Մենք հակաիրանական ուժ չենք կարող լինել։ Բայց ռուսամետ եք։ Մենք միտված ենք։ Պարոն Կարապետյան, ռուսամետ եք։ Ասում եմ, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ մեր մյուս գործընկեր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եթե դուք կարող եք դա կոչել մեծ Ամերիկա, մեծ Իրանա, մեծ Ռուսամետ, այո, մենք միտված ենք լավացնել հարաբերությունները տարածաշրջանային երկրների հետ։ Չեք սպասարկում ռուսական շահերը, այս դեպքում մենք սպասարկում ենք Սամվել Կարապետյանի տասնամյակների փորձը ցույց է տվել, որ նա հայկական ազգի շահերի առաջնահերթությունն է միշտ սպասարկել եւ հայ ազգի, որտեղ նա եղել է,
հայ ազգի անունը այդտեղ բարձր է եղել։ Լավ, պարոն Կարապետյան, եթե ռուսամետ չեք կամ Ռուսաստանի շահը չեք սպասարկում, առաջնորդվում եք բացառապես Հայաստանի շահերով։ Հետևում Զախարովան ինչու է ձեզ պաշտպանում։ Ես եւս մեկ անգամ նշեցի, որ մենք միտված ենք հարաբերությունները լավացնելու եւ նաեւ միտված չենք վատթարացման գնալու դաշնակիցների հետ, բայց ո՞ր է վատթարացումը հարաբերությունների։ Ինչու է պարոն Ֆիդանը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Երբ է Ֆիդանը ուղիղ աջակցություն հայտնել Հայաստանի կառավարությանը, հստակ ձևակերպում ասեք։ Ով է այն ուժը, որը Ֆիդանի կարծիքով նա հույս ունի, լիահույս է ու աջակցում է նրա։ Հայտարարությունը հնչել է այն կերպ, որ իրենք աջակցություն ունեն կամ կողմեն այն գործընթացին, որը տեղի է ունենում։ Գործընթացը հավանաբար խաղաղություն է նկատում, բայց ուղիղ որպես ձևակերպում, որ իրենք օրվա իշխանությանն են աջակցում, նման Ֆիդանը չի հայտարարել։ Նա ասել է մենք աջակցում ենք։ Եթե հայտարարի ուղիղ մեջբերում արեք, խնդրում եմ։ Մենք Հայաստանի հանրային հեռուստատեսությունում ենք, ես հասկանում եմ, բայց չէ, բնավ, ես ուզում եմ, որ մեր խոսակցությունը հիմնավոր լինի։ Դուք կարող եք նայել, դիտել Ֆիդանի հայտարարությունը, ես եւ մեր բոլոր հայրենակիցները կարող են դիտել Ֆիդանը մի քանի ամիս առաջ ուղիղ աջակցություն է հայտնել մեր Օսմանյան կայսրության հետնորդ երկրի արտաքին գործերի նախարարը, ով աջակցություն է հայտնել բազմաթիվ անգամ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի քայլերին, աջակցություն է հայտնել նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարին։ Իր քայլերի համար տեսնում է, որ ընտրություններում նա ցանկանում է, որ ընտրությունները դրական ցանկանում է, իհարկե դա նրանց ցանկությունն է, բայց այստեղ կարևոր ոչ թե նրանց ցանկությունը, այլ մեր ազգի ցանկությունը։ Լավ, իսկ Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, մեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կամ նույն Պուտինի հայտարարությունը ռուսամետ ուժերի մասնակցության ցանկության մասին, սրանք դուք չեք որակում կամ չեք գնահատում ներողություն որպես միջամտություն, արտաքին միջամտություն մեր ներքին գործերին։ Իսկ օրինակ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը մեր գենշտաբի հայտարարությունից հետո դուք ինչպես եք գնահատում միջամտությունը մեր ներքին գործերին։ Ես ձեզ եմ հարցնում, բայց այլ խնդրում եմ իմ կարծիքն էստեղ էականչի պարոն Կարապետյան, հավանաբար մարդիկ ձեր կարծիքը ավելի շատ կուզեն լսել, որովհետև էստեղ նշանակություն չունի իմը։ Խնդրում եմ իմ հարցի մասով, արդյոք արտաքին միջամտություն դա դուք գնահատում եք, թե չեք գնահատում։ Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կամ գենշտաբը հայտարարություն էր տարածել, որով միջամտել էր Հայաստանի ներքին գործերին, երբ հայկական գեներալիտետը, հայ սպաները հայտարարություն էին տարածել կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված երկրի ներքին հարցերով։ Ինչու էր Թուրքիայի ռազմական պատասխանատուները խառնվում Հայաստանի գործերի մեջ, ինչու են աջակցում։ Հասկացելի չէ։ Քննադատեք դա եւ նաեւ գնահատեք ռուսական կողմից հնչող արձագանքները։ Միջամտություններ են դրանք, թե միջամտություններ չեն։ Ում եք հրավիրել, որ քննադատի դա։ Այսքան ժամանակ ձեր տաղավարում քննադատություն այդ ուղղությամբ եղել է թե չէ։ Ես ձեզ եմ հրավիրել, դուք քննադատեք դա, բայց զուգահեռաբար նաև գնահատեք ռուսական կողմից հնչող հայտարարությունները։ Միջամտություններ են դրանք, թե ոչ։ Միջամտությունները, որպեսզի դադարեն, մենք պետք է դադարեցնենք յուրաքանչյուր կողմի միջամտություն, թե չէ Հայաստանը կդառնա տարածաշրջանային երկրների հետաքրքրությունների, հակադրությունների կիզակետ։ Հիմա ռուսական կողմից հայտարարությունները մեր արտաքին քաղաքական թուրքական կողմից հայտարարություններից հետո, Թուրքիայի կողմից հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում, բայց մենք պետք է հասնենք նրան, որպեսզի ոչ մի երկիր չմիջամտի Հայաստանի ներքին։ Բայց եկեք չկենտրոնանանք այս դեպքում, մենք այլ հարցեր ունենք քննարկելու ժամանակ ամբողջությամբ։ Մարդիկ գրավիրեք, ովքեր Պարոն Կարապետյան, ձեր թիմը մի այլ բանով էլ է զարմացնում, ասեմ ինչով, Սամվել Կարապետյանի արհեստական բանականության ելույթները մեզ համար զարմանալի էին, բայց հիմա դուք նաև համագումարները օրինակ անում եք փակ ձևաչափով։ Տարբեր գնահատականներ կան, այդ թվում իշխող կուսակցության մոտ, որ ներկայացուցիչների մոտ, թե ինչու է տեղի ունենում այդ հանդիպումները փակ, համագումարը փակ։ Ինչից եք վախենում կամ գուցե եթե չեք վախենում, ասեք ինչու եք փակ անում։ Տիկին Դանիելյան, մենք մոտ 5 նամակ ենք գրել դատախազություն, հարցնելով թե արդյոք ազատ է խոսքի իրավունքը։ 5 նամակները, եթե դուք պատասխանները տեսնեք, ձեզ պետք է 4 իրավաբան, որպեսզի մեկնաբանի դա, եւ 4 իրավաբանից ոչ մեկը նույն ձև չի մեկնաբանի։ Մեր իրավական համակարգին եւ դատախազության այս կոչ եմ անում, նորմալ պատասխան գրի, Սամվել Կարապետյանը որպես կողմ ազատ խոսքի իրավունք ունի,
վիդեո ուղերձով, թե ոչ։ Եվ այդ ժամանակ մեր հանրությունը կտեսնի, որ ինչպիսի տվյալներով եւ ինչ բազայի տեր մարդ է նա, իդեպ Հայաստանում կրթություն ստացած պոլիտեխնիկ համալսարանը լավ ավարտած, լավ ուսում ստացած մեր առաջնորդը ավարտած իդեպ։ Պարոն Կարապետյան, իմ խոսքը համագումարների փակ ֆորմատին էր վերաբերում։ Առաջի հարցին ես պատասխանեցի AI ֆորմատը նրա համար է, որովհետև ազատ խոսքի իրավունքի ապահովումը դեռ մենք վերջնական չենք ստացել։ Երբ որ օրից ստացվի, դուք վստահ եղեք, որ մենք ամենահետաքրքրված կողմը։ Այսինքն բազմիմաստություն եք դրա մեջ տեսել եւ դա է եղել պատճառը, որ դուք Եթե ուղիղ տեքստով ինչպեսի պիտի լինի այդ տեքստը, որ դա ուղիղ հասկացվի։ Թույլ է տրվում, որ խոսվի։ Այսինքն այն պատասխանները, որոնք ազատ խոսքի իրավունք այն պատասխանները, որոնք իրավապահները տվել են, դա ձեզ չի բավարարում եւ կասկածելի է ձեզ թվում, որ թույլատրելի է։ Իհարկե, դուք որպեսզի հասկանաք, մեզ համար առաջնահերթ խնդիր է, առաջնահերթ հարց է, որ ժողովուրդը մեր առաջնորդին, երկրի ապագա առաջնորդին տեսնի, իր խոսքը լսի, իր կարևոր շեշտադրումները լսի, այն փոփոխությունները, որ մենք բերելու ենք, դա տեսնի մեր ժողովուրդը։ Դա շատ կարևոր է։ Իսկ համագումարը փակ ձևաչափով անելը ի՞նչն է պատճառը, ինչ խնդիր կա, ցուցակները ներկայացնել փակ համագումարից հետո։ Քննարկում է ազատ քննարկման համար, որպեսզի մենք քննարկումների ժամանակ բոլորը կաշխանդվածություն չունենան, հիմնականում մեկ-մեկ բաց ենք անում, մեկ-մեկ փակ, այդպեսի։ Չէ, կոնկրետ ցուցակների հրապարակում։ Ինչ որ նախանշված քաղաքական ստրատեգիա դա չէ, ուղղակի այդ մի դեպքում, քանի որ անուններ են հնչում, որոնք կարող են որոշակի անհարմարություն ստեղծել գուցե թիմակիցների, այսինքն ինչ է։ Խոսքի իրավունք բոլորը ունեն եւ երկրորդը մենք ունենք վաղը շաբաթ օրը ժամը 5-ին հանրահավաք Երևանում օպերայի հրապարակում բոլոր մեր հայրենակիցներին, ում համար կարևոր է փոփոխությունները հրավիրում եմ, որպիսի հնարավորություն ունենանք այնտեղ ներկայացնենք փակի իմաստը նա էր, որ մարդկանց հետո հանրահավաքի ժամանակ ներկայացնենք մեր ցուցակի համարներին։ Այսինքն ինտրիգը պահում եք, այդտեղ եք ինտրիգը պահում։ Կարևոր ինֆորմացիան առաջինը ինտրիգը չենք պահում, ինֆորմացիան առաջին դեմքից ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրենք շատ են հպարտանում այն բանով, որ ունեցել են երկփուլ ներքին ընտրություններ եւ ոնց որ ցուցակի համարների հաջորդականությունը որոշվել է ընտրությունների միջոցով, այլ ոչ թե որևէ մի տեղում, ասենք կուսակցության ղեկավարով կամ որոշվել է թե ցուցակի որ համարում ով պիտի լինի։ Դրա համար եմ ասում, ի սկզբանե դուք ներքին ընտրություններ ունեցել եք, թե չէ, թե ցուցակը եղել է, ինչ որ մեկը կազմել է, այդպես որոշել եք ցուցակ ներկայացնել։ Շատ եմ գնահատում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարների հարգանք ազատ ընտրություններին, այդ իսկ պատճառով երբ ես տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին, Վանաձորի քաղաքապետ, ընտրված քաղաքապետ, ով քաղաքապետ դառնալուց մի քանի օր հետո կալանավորվեց, երբ ես տեսնում եմ մեր ցուցակում Ալավերդի ընտրված քաղաքապետին, ով քաղաքապետ դառնալուց հետո բերետավորների կողմից իշխանությունը փոխվեց, երբ ես տեսնում եմ այս օրինակները, ես հասկանում եմ, թե ինչքան է գնահատում քաղաքացիական պայմանագրի վերնախավը ազատ ընտրությունները։ Վանաձորցիների ձայնը տրվել է մարդու, մարդը ընտրվել է քաղաքապետ, նրան զգուշացվել է, որ եթե դու ընտրվես քաղաքապետ, դու ունենալու ես խնդիրներ։ Դրանից հետո մարդուն 2 տարով դատել են։ Ինչ ազատ ընտրության մասին է խոսքը։ Մարդկանց պետք է մեր հասարակության մեջ փոփոխություն։ Այդ մոտեցումը կուսակցական, խմբային մոտեցումը պետք է չգործի մեր երկրում։ Թող ընդդիմադիր լինի առաջնորդը երրորդ քաղաքի։ Ինչն է խնդիրը, չեմ հասկանում։ Ինչու էր Մամիկոն Ասլանյանի պես գործին կամ նույն Ալավերդի օրինակը։ Խոսքը վերաբերում է ցուցակների ընտրության, այսինքն ձեր թիմակիցները ով է որոշել, ով որ հերթում պիտի լինի, ով պիտի առաջինը լինի, ով պետք է վերջինը լինի։ Ուզում եմ հասկանալ ներքին ընտրություններ գոնե տեղի են ունեցել, թե ոչ ձեր համար, թե ինչ որ մեկը վերցրել է եւ ցուցակները կազմել է։ Ես գնահատեցի այն բարձր մակարդակը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերնախավը, այն բարձր արգանքը, որ ունի նա ազատ ընտրությունների արդյունքների հանդեպ։ Եվ ներկայացրեցի ձեզ այդ բարձր բանը մարդիկ, որ տարիներով մնացին բանտում ընտրված ղեկավարները մենակ ընտրվելու համար։ Պատասխան։ Ամեն քաղաքական կուսակցություն ունի իր ձեռագիրը։ Քաղաքացիական պայմանագրի ձեռագիրը մենք բոլորիս համար, ինձ համար թեկուզ պարզ է։ Առաջինը հասարակությանը ցույց տալ մի բան եւ իրականում անել ուրիշ բան։ 18 թվականից հետո մենք մեր հասարակության ավելի եւ ավելի շատ զանգված աչքերը բացում է եւ տեսնում է, որ ցույց տվածը եւ իրականությունը իրարից մեծ շեղում ունեն։ Իսկ հիմա կգաք իմ հարցին ձեր մասով, ձեր ձեռագիրն ինձ ասեք, ինչպես են ձեր ցուցակները կազմվել։ Ձեր ցուցակները ինչպես են կազմվել։ Պրոֆեսիոնալիզմ, մարդիկ, ովքեր տեսնում ենք, որ կարողանան երկրում իրենց ամեն մեկը իր ոլորտում կարևոր փոփոխություններ անել։
Շատ լավ, ձեր ցուցակում կան մարդիկ, ովքեր, պարոն Կարապետյան, ժամանակին օրինակ Քոչանի թիմից են եղել, Վարդևանյանին կարող եմ ասել ձեր ցուցակի երկրորդ համեն ներողություն, ես ավարտեմ, խնդրեմ, դուք պատասխանեք։ ՀՀ կահականների շրջապատից ունեք մարդիկ ձեր ցուցակում, Գոհար Մելոյան, Վանաձորի նախկին ՀԿ-ական քաղաքապետը խոսեցիք Մամիկոն Ասլանյանի մասին, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան եւս կա, Էդգար Ղազարյանը հայտնի կա։ Ինչու եմ հարց տալիս հենց այս անձանց անունով, որովհետև ես հիշում եմ, որ հստակ հայտարարվում էր ձեր կողմից, ձեր քաղաքական թիմի կողմից, որ նախկիններ չեն լինելու, նոր մարդիկ են լինելու, նոր ուժեղ դեմքեր են լինելու, բայց ես այսպես ցուցակը նայում եմ, հասկանում եմ, որ նրանք են նոր ու թարմ դեմքերը։ Պատասխանեմ մի քանի հարցի։ Առաջինը, դուք նաև չնկատեցիք, որ ցուցակում կա քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ աշխատած։ Այո, եւ այլևս նրանց հետ չաշխատող մարդիկ։ Լիլիա Շուշանյանը աշխատած, Գրիշան Թամրազյան, այսինքն ի՞նչն է տարբերությունը մեր։ Տարբերությունը նայում է, որ մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, մենք դիտարկում ենք մաքուր ձեռքերը եւ պրոֆեսիոնալիզմը։ Ինչ վերաբերում է Տիկին Մելոյանին, իմ իմանալով եւ վստահ եմ Տիկին Մելոյանը որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ես ասում եմ ՀԿ-ական շրջապատից։ Հա, հնարավոր է շրջապատը, տեսեք, նախորդ խոսքի մեջ ես շատ կարևոր բան ընդգծեցի։ Չէ, ինձ ուղղակի հետաքրքրությունը եւ թայֆայականությունը պետք է վերանա։ Դուք գնացել եք եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ աշխատած մարդիկ են, չէ՞, ընդգրկել նույն ձև, նույն ժամանակահատվածում ընդգրկել ենք։ Չէ, ես չեմ ասում ինչու եք նրանց ընդգրկել, ես ասում եք նոր դեմքեր են լինելու, նոր մարդիկ են լինելու։ Տրամաբանությունը բայց նախկինների հետ ուղիղ առնչություն ունի։ Նախկիններից նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ աշխատած գործիչներ էլ կան։ Տրամաբանությունը ուզում եմ պատմեմ, եթե ժամանակ ունենք։ Խնդրեմ, կփորձենք։ Կարևորը այն մարդկանց, ում մենք տեսել ենք, ում մենք ներգրավել ենք, այդ մարդիկ վառ անհատականություններ եւ մաքուր ձեռքով պրոֆեսիոնալներ են, բոլորը։ Պարոն Ասլանյանի ուղղությամբ քրեական գործեր կան այս մարդկանց։ Պարոն Ասլանյանը Հայաստանի պատմության մեջ 18 թվականից հետո առաջի քաղաքական հոդվածով դատապարտված մարդն է, ով ընտրվելուց հետո դատապարտվել է, բայց անգամ դատապարտվելուց հետո պրինցիպիալ մինչև վերջ պահել է իր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մաքուր ձեռքերով։ Ես չեմ ասում, դուք նրա դեմ քրեական գործ կա։ Վանաձորի Վարդան Ղուկասյանը, պարոն քաղաքապետը Գյումրու մեր ցուցակում չկա։ Դուք ասում եք բոլորը մաքուր ձեռքերով։ Բայց մեր ցուցակում ձեր ասած անհատ ես կարող եմ նրա մասին ասել մի քանի բան։ Ես նկատի ունեմ շրջապատի, նրա շրջապատի մարդկանցից փեսայի մասին է խոսքը, ոչ թե ինքը, բայց որ ասում եք մաքուր ձեռքերով։ Վանաձորը գիտի, ամբողջ Վանաձորը, թե ինչու են կալանավորել Վանաձորի քաղաքապետին, ինչի համար։ Բոլորը գիտեն, Արամ Վարդևանյանը Հայաստանի իրավաբանության մեջ լավագույն մասնագետներից է։ Եթե մենք ԿՊԱ-ական մոդելով շարժվեինք, մենք թայֆայականություն կտարածեինք այս երկրում, եւ դա հետագայում իշխանության փոփոխության ժամանակ կունենար նույն հետևանքները, ինչ որ հիմա ունենք։ Երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ասում է ավելի լավը մերը լինի, բայց թույլը լինի, մենք ասում ենք, եթե մարդ ուժեղ է եւ մաքուր ձեռքերով է, մենք հպարտ ենք, ուրախ ենք, որ մեր հետ ճանապարհ անցնի։ Շատ լավ, պարոն Կարապետյան, ձեր կուսակցություն դաշինքի գնաց երկու հանրությանն անհայտ անձանցից, իդեպ սա իմ գնահատականը չէ, բնավ։ Խոսքը նոր դարաշրջան եւ Հայաստանը ԵՍ կուսակցություններ։ Անունը դրեցիք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, իդեպ հակնել ոնց հասկացանք նրա հետ համագործակցություն չի ստացվում, հակը առանձին է գնում, չնայած ուզում էր ոնց որ ձեզ հետ գնալ ընտրությունների։ Ես կուզեի հասկանալ հետեւյալը, դուք ասում եք, որ սոցհանցումներով ձեր եւ Սամվել Կարապետյանի վարկանիշը հանրապետությունում ամենաբարձրն է։ Այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունն իմաստը դաշինքներով գնալու։ Սա մեկ հարց, մեկ կտոր եւ արդյոք այս կուսակցությունները, որոնց հետ դուք միացել եք, նրանց երկրորդ համարներին գոնե գիտեք, այս կուսակցությունները քանի անդամ ունեն։ Բացի նրանից, որ մեկ անձը կա եւ կուսակցությունը կա։ Շնորհակալ եմ, պատասխանեմ։ Տեսեք, միասնականությունը, միավորվածությունը շատ կարևոր է։ Մենք հայտարարել ենք, որ մեր դռները բաց են, կարող ենք խոսել բոլորի հետ, ում համար կարևոր է երկրում փոփոխությունները։ Կան շատ ուժեր, որոնք իհարկե ցանկություն են հայտնել, գրեթե շատ ուժեր իհարկե, որոնց բոլորին մենք հարգում ենք, տեսնում ենք լավ հետագից, բայց մենք ցանկություն ենք ունեցել, ընտրել ենք ճանապարհ, որ գնանք այն ուժերի հետ, որոնք նոր են։ Ասեմ ինչու։ Ձեր ասած անհայտ անձինք կարևոր դեր են ունենալու Հայաստանում մի բանի մեջ։ Մենք պետք է քաղաքական դաշտում առաջարկ ավելացնենք,
որպեսզի 4 անվան շուրջ։ Իսկ հետագից չունեն անցած, պարոն Կարապետյան։ Չէ, մասնագետներ են, հայտնի մասնագետներ են։ Հա, բա այդ եմ ասում, կուսակցությունների գոնե երկրորդ համարները կամ կուսակցականներին գոնե գիտեք որևէ մեկին ինչ են արել մեր քաղաքական դաշտում։ Քաղաքական չէ, հենց հարցը դա է։ Մեր կարծիքով քաղաքական դաշտ մարդ պետք է մտնի նրանից հետո եւ քաղաքական դաշտից դուրս արած քայլեր ունի։ Մենք ունենք իրավաբանների կուսակցություններից մեկը իրավաբանների մեծ պրոֆեսիոնալ թիմ է, որը որոշել է կուսակցական գործունեությամբ զբաղվել։ Կա մյուսը ֆինանսիստների մեծ թիմ է, որը որոշել է մենք պետք է հասարակության նոր մարդիկ ներկայացնենք։ Չփակվի հասարակությունը 4 անվան շուրջ 30 քանի տարի։ Նոր մարդիկ, կարող է մարդիկ ճանաչեն այդ մարդկանց եւ վաղը այդ կուսակցությունները դեր ունենան մեր։ Հիմա իրենք են ձեզ օգնել ընտրություններում, թե դուք եք իրենց օգնել, որովհետեւ դուք ասում եք շատ բարձր վարկանիշ ունեք, դուք ձեր կուսակցությունը Սամվել Կարապետյանը, բայց գնում եք դաշինքների։ Ինչու միայնակ չեք գնում, եթե դուք կարող եք ձայներ հավաքել, մեծամասնություն հավաքել եւ դաշինքների տրամաբանությամբ եք գնում։ Ինչու սա է հարցը։ Հպարտության սինդրոմ չունենք եւ պատրաստ ենք մեր բոլոր հայրենակիցների հետ համագործակցել, եթե մեր հայրենակիցներն են մենք ուրախ կլինենք եւ հպարտության որևէ սինդրոմ չունենք։ Լավ, շարունակում եք կառուցել ձեր նախընտրական քարոզչությունը։ Ինչպես։ Կարծում եմ դա լավ հատկություն է։ Լավ, ձեր գնահատումն է, դուք շարունակում եք ձեր նախընտրական քարոզչությունը կառուցել Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու շուրջ, բայց ձեր ցուցակն էլ վկայում է, որ նա ոչ կարող է տեխնատու լինել падգամավորի, ոչ էլ առավել եւս վարչապետ, որովհետեւ նա ձեր ցուցակում չկա, պարոն Կարապետյան։ Դուք եք վարչապետ, ձեր տեխնատուն։ Տիկին Դանիելյան։ Հիմա ասեք, խնդրում եմ, սա հարց է։ Ես պնդում, չէ, ես ուղղակի ասում, որ ցուցակում նա ոչ առաջին համարն է։ Նա ցուցակում ոչ առաջին համարն է եւ ոչ էլ որպես տեխնացու ներգրավված է հայտնի պատճառով։ Իշխանական թևի ներկայացուցիչներն ասում են, կարծում են, որ այսպիսի սցենար է լինելու, որ դուք ընտրություններում, եթե կարողանաք հաղթահարել անցողիկ շեմը, հայտնվեք ազգային ժողովում, ձայները տալու եք Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե դուք գրած եք դրա համար առաջարկել, որ չեք տալու, բայց այդուամենայնիվ, այսպես վերլուծելով ձև ցուցակում արկա մարդկանց անունները, որոնք նաև քոչարյանական թիմից են, եւ նաև որ մենք տեսնում ենք այսպիսի իրավիճակ, ուզում հասկանալ, խնդրում եմ ասացեք, կգնաք կոալիցիայի Քոչարյանի հետ թե ոչ եւ նաև արձագանքեք։ Կարող եմ պատասխանել շատ կարևոր հարցեր ու կարևոր էր որ հմեկով ենք այս հարցը քննարկում։ Դուք ազատ եք, եթե այստեղ եք, դուք ազատ եք պատասխանել, պարոն Կարապետյան։ Շատ շնորհակալ եմ, որովհետև մի քանի օրվա ընթացքում մենք բազում անգամ տեսել ենք, որ հանրային հեռուստատեսությամբ մարդիկ հավաքում են առանց մեր ներկայացուցիչների ներկայությամբ եւ պնդումներ են անում մեր ուժի հետ կապված, որը իրականությանը ոչ թե չի համապատասխանում, այլ մենք հայտարարություն արդեն ունենք, որ չենք, մենք քվեարկելու ենք Սամվել Կարապետյանի օգտին որպես երկրի առաջնորդ։ Խնդրում եմ նաեւ դա այդ երբ որ 15 րոպեանոց հաղորդում 15 րոպե քննարկում են այդ սուտը, որի մասին մենք արդեն հայտարարություն ենք անում, եւ հաղորդավարը մի անգամ չի ասում, որ դուք սուտ եք ասում, մարդիկ հայտարարել են արդեն։ Մի անգամ մեր կարծիքը չի ասում, երբ որ մեր մասին է խոսում։ Թիմին հրավիրում ենք, չէ՞, որ դուք գաք բանավեճին, եթե բանավեճ հանրային հեռուստատեսությունը սխալ տվյալներ է տալիս մեր հասարակությանը, գիտեք ինչն է վտանգավոր դրա մեջ։ Նույնն էլ արել ենք 20 թվականի պատերազմի ժամանակ, Տիկին Դանիելյան, չի կարելի, հայտարարություն են արել օֆիցիալ, տասնյակ հազարավոր անդամներ ունենք, թիմ ունենք ձևավորած, որի մեջ պայմանավորվածություն կա, երկրի առաջնորդը նոր մարդ է պետք, տնտեսական գործիչ, այս անուններից դուրս մարդ է պետք, երկրին պետք է մարդ, ով միլիարդավոր դոլարներ կբերի մեր երկիր, կլուծի անվտանգային եւ գործազրկության հարցերը վերջապես։ Մենք ներկայացնում ենք բազմաթիվ ծրագրեր, շրջաններում քայլում ենք, մարդկանց ներկայացնում ենք, մի ասում ենք հանրային հեռուստատեսությունը 15 րոպե, 20 րոպե խոսում են, սուտ խոսում են մի բանի մասին, որը մենք արդեն օֆիցիալ հայտարարել ենք, որ այդպես չէ, եւ հաղորդավարը, ով պրոֆեսիոնալ հաղորդավար է, չի ասում, որ հարգելիս դուք ճշմարտություն չեք ասում, այդ մարդիկ արդեն հայտարարել են։ Լավ, ես հարցը այլ ձևակերպեմ, պարոն Կարապետյան, գուցե այսպես ավելի ճշգրիտ կկարողանանք պատասխան կառուցել։ Վստահ եղեք։ Ընտրությունները տեղի ունեցան, պարոն Կարապետյան, ընդդիմադիր դաշտում մարդիկ կարողացան հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրինակ չստացվեց, որ դուք կկարողանաք կազմել մեծամասնություն առանձին։ Կգնաք կոալիցիայի որևէ մեկի հետ։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանի, եթե լինի ընտրություն այդպես, եթե ձեր նպատակը գործող իշխանության հեռացումն է եւ դուք ունենաք տարբերակ կոալիցիայի միջոցով Քոչարյանի հետ
հասնել ձեր նպատակին իշխանության հեռացմանը, կգնաք կոալիցիայի Քոչարյանի հետ, թե ոչ։ Օրինակ Ծառուկյանն ասել է, որ չի գնա։ Ես ձեր պատասխանը կուզեի լսել։ Մենք չենք ուզում քննարկել այն սցենարները, որը մեր ժողովուրդը դեռ ընտրությունը չի կատարել։ Մեր ժողովրդի ընտրությունը ամենակարևորն է, մեր հասարակությունը թող որոշի, բայց մեր հասարակությունը երկու բան գիտի արդեն։ Կամ Կարապետյանն է, ով բերելու է փոփոխություն, կամ ամեն ինչ մնում է նույնը, դուրս ենք գալի փողոց, ինչ տեսնում ենք նույնն է մնալու, ամեն տարի մի քիչ է փոխվելու։ Բոլոր խնդիրները նույնն են մնալու, փոքր փոփոխություններով, կամ Փաշինյանն է նույնը։ Մեր հարգելի հայրենակիցներ, այսօր արդարացիորեն կա երկու այլ ընտրանք։ Եթե արդար լինենք մենք մեզ հետ։ Փաշինյանը մնում է, ամեն ինչ մնում է նույնը, վախի մթնոլորտ հարևաններից, աղքատություն, փողոցում ինչ տեսնում եք, նույնը տեսնելու եք, նույն բարդ օրակարգերը տեսնելու եք ստրեսի մեջ, թե գալիս է նոր փոփոխություն Կարապետյանը։ Պատասխանը այսպեսին է. փոփոխություն Հայաստանում մենք տեսնում ենք երկու այլ ընտրանք, կամ ժողովուրդը ընտրում է Փաշինյանին, կամ ընտրում է Կարապետյանին։ Կարծում եմ իմ ներկայացած, եթե չեք կարողանում մեծամասնություն ձևավորել, կգնաք կոալիցիայի նման սցենար։ Ես տեսնում եմ, որ ժողովուրդն է տեսնում երկու այլ ընտրանք։ Այդ իսկ պատճառով մինչև ժողովրդի ընտրությունը չի կարելի մեկնաբանել որևէ բան, որը մարդկանց որոշման մեջ չէ։ Վստահ եղեք, որ Հայաստանի առաջնորդը, մյուս առաջնորդը մենք տեսնում ենք, որ պետք է լինի տնտեսական ամենամեծ կառույցի ղեկավարը Սամվել Կարապետյանը, որ երկիր աղքատությունից հանի։ Լավ, ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւս անդրադառնանք, որովհետեւ սա էլ էր քննարկվող։ Իշխանությունն ասում է, որ մենք անում ենք շտկում, խոսքը դաշինքների անվանումներ չօգտագործելու փոփոխության մասին է։ Սա ասում է տեխնիկական փոփոխություն է։ Դուք, ովքեր որ հենց իրենց է վերագրում այս փոփոխությունը, ասում եք, ոչ, սա բովանդակային փոփոխություն է եւ ուղիղ ձեր դեմ է ուղղված։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, պարոն Կարապետյան, երևի նաև դուք դրա մասին գիտեք, որ համենայն դեպս կուսակցությունը այդպես է գրանցել։ Դուք կուսակցությունը գրանցել եք ուղղակի ուժեղ Հայաստան, իմանալով հանդերձ, որ անձնանուններ չեք կարող օգտագործել, բայց նաև դաշինքների պարագայում է մեր օրենքը սահմանափակում դնում, դե որոշակի տեխնիկական խնդիր ոնց հասկացանք, ինչպես ասում է իշխանությունը եղել է եւ դա շտկել են։ Հիմա ինձ հետաքրքիր է, արդյոք դուք դրա մասին չգիտեիք եւ դա հաշվի չէիք առել եւ ինչու եք ուզում հենց օգտագործել Կարապետյանի անունը։ Արդյոք նրա անձնական հեղինակությունն է նաեւ ձեզ պետք, որպեսզի դուք քվեներ ապահովեք։ Կարելի է երկար լսել, թե ինչպես են քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամները ժամերով բացատրում, թե ինչու մի օրում 24 ժամում օրենք փոխեցին։ Ասացին հրատապ։ Որ կուսակցությունների մեջ միայն մի կուսակցություն կա, որտեղ մարդու անուն ազգանուն կա։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Բոլոր պատգամավորներին իրենց հավաքեցին, մեծ մասին, հավաքեցին 24 ժամվա մեջ, օրենք փոխեցին, վազելով, արագ։ Շտկեցին, ասում են շտկեցին, չփոխեցին։ Այո, 24-ին արել էին փոփոխություն։ Ու ամենահետաքրքիրը դրա մասին նաև միջազգային մի շարք կառույցներ հայտարարություն են արել, որ ընտրություններից առաջ չի կարելի փոխել, բայց մենակ Սամվել Կարապետյանի անվան համար կառավարության նիստ փոփոխություն 24 ժամ հրատապ, ինչ է դա, եթե ոչ վախ, բայց ինչից են նրանք վախենում։ Բայց նրա անձնական հեղինակությունը ձեզ պետք է քվեներ ապահովելու համար, դուք ինչու եք ուզում, որ նրա անունը լինի։ Սամվել Կարապետյանի անձնական հեղինակությունը անցած ճանապարհն է, մեր հիմնական գարանտը, առհավատչյան երաշխավորը մեր հասարակությանը, որ ինչ մենք ասում ենք, անելու ենք, որովհետև մենք մեր առաջնորդը այն մարդը ով անում է։ Կուսակցության գաղափարախոսություն, այսինքն դուք արդյոք չպետք է ծրագրերով, կուսակցության գաղափարախոսությամբ ապացուցեք մարդկանց, որ մենք գալու ենք եւ անելու ենք լավ բան, որ ուժեղ Հայաստան ստանանք։ Հո Սամվել Կարապետյանի անձնական հեղինակությամբ չեք ապացուցելու, որ դուք լավն եք անելու։ Շատ կարևոր է, ինչպես դուք նշեցիք, անձնական հեղինակությունը, որովհետեւ մենք ծրագրերը ներկայացնում ենք, մենք ծրագրերը հաստատում ենք եւ ծրագրերի երաշխավորությունը հայ ժողովրդի առջեւ անելու է Սամվել Կարապետյանը։ Կարևոր է ով է երաշխավորում ծրագրերի իրականացումը երաշխավորում է Սամվել Կարապետյանը իր անցած ճանապարհով, իր հաջողություններով, հարյուրավոր հաջողված գործարքներով եւ բանակցություններով, որ մեր հայրենակիցները վստահ լինեն, առաջնային պրոֆեսիոնալիզմով մարդ է կառավարելու Հայաստանը եւ մենք մոռանալու ենք այս խնդիրները,
որը այս մղձավանջը, որի մեջով անցնում է մեր ժամանակը սահմանափակ է, որպեսզի եւս երկու հարցի շատ կարճ անդրադառնանք, կարողանանք, խնդրում եմ հետեւյալի մասով նաեւ հակակոռուպցիոն կոմիտեներ ձայնագրություններ հրապարակել, որ մեր ձևովի կողմից ընտրակաշառք բաժանվելու մասին ահազանգեր կան, 5 անձ ձերբակալվել, նաեւ քննչական կոմիտեն էլ հայտնել, որ Դիլիջանում ձեր շարժման հետ առնչվող անձի ձերբակալություն կա։ Ես կուզեի ձեր մեկնաբանությունը լսել։ 5 անձից 4-ը բաց են թողնվել, մեկի հետ կապված էլի բանը ինչ է տեղի ունենում Հայաստանում այս բանը։ Մենք բոլորս գիտենք, որ իշխանությունը առիթ է ման գալի, մի բան մեր վրա գտնի։ Առիթ է ման գալիս, բայց այսքան 8 ամսվա ընթացքում քյաբաբի մասին ձայնագրությունը, իրար քյաբաբ հյուրասիրելու մասին ձայնագրությունը իշխանությունը գիտի, բոլորն էլ հասարակության մեջ գիտեն, որ ճիշտ ճանապարհը այն ճանապարհը, որ մենք գնում ենք, մենք առիթ չենք տա, որպեսզի մեր անունը կապվի, այսինքն ձայնագրությունները իսկապես քյաբաբին էին վերաբերում, թե դրանք, ինչպես դուք եք ասում, ավելի վաղ մոնտաժված են, քաղաքական են, կոնտեքստից կտրված են։ Ես խնդրել եմ ճշտեն ինչ ձայնագրություններ են, ինչ հարց են, ճիշտ որ ասեմ ոչ մեկին չեմ ճանաչում process-ի մեջ, ինչքան հասկացա, փեսա եւ աներ են եղել։ Չէ, մի քանի անձինք կային, տարբեր անձինք կային։ Ես հատուկ եմ ձայնագրությունը լսել։ Հատուկ բանի հետ կապված, ինչքան հիշում եմ, փեսա եւ աներ են եղել եւ իրար մեջ այդ հումորն են արել, բայց 180 հոգու կտանք ԿՊ-ին, ես չեմ տա, գումար չենք ստացել, պարոն Կարապետյան։ Մենք կոչ ենք արել բոլորին, ասել ենք հարգելի հայրենակիցներ, ովքեր մեզ տեսնում են փոփոխության հիմնական ջավայր, խնդրում ենք հանկարծ որևէ ձև թույլ չտաք, որ մեր անունը արատավորվի այդպիսի հարցերով, խնդրում եմ, անգամ հումորով, խոսակցության մեջ հիմա էլ եմ ասում, սիրելի մեր այն հայաստանցիներ, ովքեր ուզում են փոփոխություն, չտրվեք որևէ սադրանքի, որևէ խոսակցության մեջ այդպեսի չմտնեք, դա մեզ անվանարկելու կարճ ճանապարհ է, մի գնացեք այդ ճանապարհով, մենք կարիք չունենք մարդկանց մոտիվացնելու, որովհետև մարդիկ մոտիվացված են 100,000-ավոր մարդիկ փոխելու այս իշխանությանը։ Մենք ուղղակի կարիք ունենք, որպեսզի մեր անունը չփորձեն արատավորել եւ խնդրում ենք հեռու մնալ այդպես։ Այս ձայնագրությունները որևէ կապ չունեն, որևէ առնչություն չունեն ձեր 3 րոպե ներկայացնում եմ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էր, կհանդիպենք։